Մոլորակի ամենախոշոր կանաչ կղզու համար պայքարն ավելի կատաղի է դառնում։ Միացյալ Նահանգները թեպետ պնդում է, որ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, բայց չի էլ թաքցնում, որ հետաքրքրված է կղզու ընդերքի հարստությամբ։ Հավերժական սառցաբեկորների տակ թաքնված են բնական հանածոներ, որոնք չափազանց կարևոր են աշխարհի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար։ Միացյալ Նահանգների նախագահը չի խորշում կշտամբել ոչ միայն Գրենլանդիային, այլև Դանիային, Կոպենհագենից պահանջելով անհապաղ հեռանալ կղզուց։ Հենց այս ֆոնին էլ Սպիտակ տանը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահի ու պետքարտուղարի հանդիպումը Գրենլանդիայի ու Դանիայի արտգործնախարարների հետ։ Փոխզիջում չկա։ Կարծում եմ ևս մեկ անգամ պետք է հայտարարել, թե որքան կարևոր է մեզ համար ամրապնդել գործակցությունը Միացյալ Նահանգների հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք դառնալ Ամերիկայի սեփականությունը։ Դանիայի արտգործնախարարն էլ հայտարարել է հիմնարար անհամաձայնությունների մասին, ընդգծելով, որ կղզի ներխուժելու Թրամփի մտադրությունն անընդունելի է։ Դանիայի թագավորության կարմիր գծերը պետք է հարգվեն, ամենայն դեպս արդյունավետ է բարձր մակարդակով բանակցություն սկսելը։ Այն կառուցողական մթնոլորտում է անցել։ Խնդիրն անվտանգությունն է եւ որևէ անմիջական սպառնալիք չկա Չինաստանից ու Ռուսաստանից։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի փոխվի ամերիկյան դիրքորոշումը։ Հստակ է, որ Ամերիկայի նախագահը ցանկանում է նվաճել Գրենլանդիան։ Մենք հայտարարել ենք, որ դա չի բխում թագավորության շահերից։ Չնայած Դանիայի ու Գրենլանդիայի հստակ հայտարարություններին Վաշինգտոնը նահանջելու մտադրություն չունի, պատրաստ է կղզու վերահսկողությունը վերցնել ցանկացած միջոցով, չբացառելով նաև ուժային տարբերակը։ Ես չեմ կարող հույսս դնել նրա վրա, որ Դանիան կկարողանա պաշտպանել Գրենլանդիան։ Անցած ամիս նրանք այնտեղ լրացուցիչ շանսահռնակ տեղակայեցին, հետո եւս մեկ ավելացրին։ Դա չի օգնի։ Մինչդեռ ամենուրեք կան ռուսական ու չինական ականակիրներ եւ սուզանավեր։ Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կանեն։ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան, իսկ մենք կարող ենք։ Սրանի պատասխան Կոպենհագենը հայտարարել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ գործակցությամբ Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու մասին։ Դանիան ավելի մեծ ուշադրություն կդարձնի ՆԱՏՕ-ի շրջանակում զորավարժությունների անցկացմանը եւ Արկտիկայում դաշինքի ուժերի ներկայության ընդլայնմանը։ Թագավորության ռազմաօդային ուժերի օդանավը վայրեջք է կատարել Նուուկի օդանավակայանում։ Զորակազմը կղզի է ժամանել դաշնակիցների հետ առաջիկա զորավարժություններին մասնակցելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան ու Նորվեգիան նույնպես զորք են ուղարկում կղզի։ Շվեդական զորակազմն արդեն մեկնել է Գրենլանդիա։ Թույլ տվեք հստակեցնել Գրենլանդիայի հարցը։ Կղզին պատկանում է իր ժողովրդին։ Գրենլանդիայի ու Դանիայի հարցը չի կարող լուծվել առանց նրանց։ Եվրոպական միությունը լիովին աջակցում է Գրենլանդիային։ Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է գլխավորի Գրենլանդիան Միացյալ Նահանգներին փոխանցելու գործընթացը։ Թրամփի խոսքով Հյուսիսատլանտյան դաշինքն առավել հուժկու եւ արդյունավետ կլինի, երբ Գրենլանդիան նահանգների ձեռքում լինի։ Գրենլանդիայի գնումը կարող է Միացյալ Նահանգների համար արժենալ մինչև $700 միլիարդ, եթե Թրամփը որոշի իրականացնել իր գաղափարը, հաղորդում է NBC News-ը։ Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ Ռուբիոին հանձնարարվել է առաջիկա շաբաթներին պատրաստել տարածքի գնման առաջարկը։ Քննարկվում է նաև այլընտրանքային տարբերակ։ Ազատ ասոցիացման համաձայնագիր Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնմամբ, որն ավելի էժան կլինի, քան ուղակի գնումը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։